մեծ եղերն է վերապրած հորս Սերոբ Կասյանի նվիրված գրքի շնորհանդեսն է։ Հայրս եղել է Շատախում ծխական դպրոցի աշակերտ է եղել, նա գրող չէր, ուղղակի նա վերապրելով այդ հուշերները կարոտը, նա կարողացել է գրի առնել, ժառանգություն թողել այդ գրառումները իր հայրենի երկրի Շատախի վերաբերյալ։ 70 տարեկան էր, երբ սկսեց գրել իր հուշերը, Նեի կենցաղը, արհեստները եւ այլ գաղթի ճանապարհը բոլորը նա նկարագրել է իր ծրագրում։ Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցի վկայագիր Սերոբ Քոսյանի երկպրակ գիրքը, որն այսօր ներկայացվում է այս գրքի օրինակով ամբողջացված, նշանակությունը մեծ է, քանի որ իր բովանդակային ընդգրկվածությամբ այն նախատեսված է ոչ միայն նեղ մասնագիտական շրջանակների համար, այլև հասցեատերը բոլոր նրանք են, ովքեր ուզում են խորապես ճանաչել հայ ժողովրդին, այս դեպքում առավելապես Շատախը եւ շատախցիներին։ Շատախը թույլ տամ ասել, որպես նաեւ հետազոտող, ամեն դեպքում քիչ ուսումնասիրված է, հատկապես երբ այն պատմվում է հենց վերապրողների կողմից, բնիկ շատախցի, այս դեպքում Սերոբ Քոսյանի կողմից, գիրքը թույլ տվեք նաև ասել, որ ոչ միայն Գերդաստանի պատմություն է, այլև մի ամբողջ բնակավայրի պատմություն է, եւ Սերոբ Քոսյանը կարելի է ասել հրկել է այդ պատմությունը վերահաս կորստից, դրանով է նաև բացառիկ այս գիրքը, եւ գիրքը ոչ միայն Գերդաստանի պատմություն է, այլև Շատախը, շատախցիները իրենց էթնոմշակութային առանձնահատկություններով, սկսած լեզվից, կենցաղից, նիստուկացից, ավանդույթներից, երգիծազրույցներից, զավեշտապատումներ, որոնք կներկայացվեն այսօր, դուք առավել մոտիկից կծանոթանաք։ Նախոտ հարցնում է Հկոյին, տոտղա, որ քեզ անեն խայոց թագավոր, դու ինչ կուզիս, ըստ կուզին կուրկե խաց սոխեցին։ Մկայն Հկոն հարցնում է Մխոյից, ըպա աղա Մխո, որ քեզ անեն խայոց թագավոր, ըպա դու ինչ կուզես, տոտղա, ըպա աշխարի վրեն էլաղեք բան մնաց, որ ես էլ ուզեմ։